Նախորդին Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրմանը, մինչ այդ էլ հայտարարվել էր, որ ստանալու է Զայեդ մրցանակ Իլհամ Ալիևի հետ։ Այսինքն այդ միջազգային կառույցները, քաղաքական գործիչները այդքան բարձր են գնահատում Փաշինյանի քաղաքական գործունեությունը, նրա քայլերը, որ նման մրցանակի, նման կառույցի մեջ են ուզում ընդգրկել։ Նախ եկեք ֆիքսենք, որ չի կարելի ընդհանրացնել այս կամ այն կազմակերպության տված մրցանակ, ասում որ աշխարհը այդպես է կարծում, դա մեկ։ Երկրորդ, եթե մենք խոսում ենք մրցանակի եւ առասարակ արձագանքի մասին, հաճախ ասում են, տեսեք եվրոպական այսինչ երկիրը այս գործընթացին դրական արձագանքեց եւ այլն։ Առհասարակ ցանկացած վեճի լուծման տրամաբանության մեջ միջնորդ կամ հանդիպման կազմակերպիչ կողմը միշտ գնում է նվազ դիմադրության ուղղությամբ։ Ցանկացած միջազգային իրադարձություն կարելի է բերել կենցաղային օրինակի վրա, որ ավելի ընկալելի լինի։ Եթե դուք որոշեք բարիշացնել երկու իրար հետ կռվող անձի, մի կողմը ասում է, չէ, այսինչ բանը ոչ մի դեպքում չեմ անելու, չէ, ներողություն չեմ խնդրելու, չէ, այս քայլին չեմ գնալու, իսկ մյուս կողմը պատրաստ է ամեն ինչի։ Բնականաբար դուք կգնաք այդ կողմին համոզելու ճանապարհով, չէ՞։ Հենց այդպես էլ տեղի ունենում բանակցությունների մեծամասնությունը։ Սա առաջին, երկրորդ։ Պահանջել, որ աշխարհը Հայաստանի Հանրապետության շահը պիտի ավելի շատ կարևորի, քան Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը, նաիվ է։ Պարզ է, եթե միջազգային հանրությունը տեսնում է, որ Փաշինյանը պատրաստ է ամեն ինչի միայն թե իր իշխանությունը պահպանի, իրանք ինչի պիտի վատամարդ լինեն, ինչի իրանք պիտի ասեն, չէ, լսի Հայաստան, սա քուշահերից չի բխում, մի հատ էլ նայի, մի հատ էլ կարդա այս փաստաթուղթը, կամ մի հատ էլ մտածի հետևանքների մասին։ Բնականաբար ոչ։ Դրանով էլ բացատրվում են նմանօրինակ գնահատականները։ Ինչ վերաբերում է խաղաղության խորհրդի հարցին, այստեղ կա մի քանի կետ։ Կետ համար 1. Ոչ մեկի մոտ հարց չի առաջացնում, ինչի Եվրոպական միության անդամ երկրներից ճնշող մեծամասնությունը փաստացի այնտեղ Բելգիան եւ եւս մեկ երկիր էր, եթե չեմ սխալվում, ԵՄ անդամ, որը անդամակցել է այդ կառույցին։ Չեն միացել այդ նախաձեռնությունը։ Այսինքն որտեղ է սրա տրամաբանությունը 1. Երկրորդ, ինչպես գիտեք, խորհրդի անդամակցությունը արժի 1 միլիարդ դոլար, այսինքն յուրաքանչյուր անդամ պիտի 1 միլիարդ դոլար դնի։ Հիմա այնտեղ հայտարարվել է, որ Հայաստանի եւ մի շարք երկրների պարագայում 3 տարի կարող են չտալ այդ գումարը, 3 տարի հետո խորհուրդը կորոշի, թե մնան անդամ չտված երկրները, թե չմնան։ Լուրջ, ռեալ, ամեն ինչը մի կողմ դրած։ Աշխարհում երկրագնդի վրա կա մի մարդ, որը համարում է, որ մի կառույցի անդամության համար, որի պարագայում մի անդամը 1 միլիարդ դոլար է ներդրել, իսկ մյուսը ոչ։ Ռեալ մեկը համարում է, որ իրանք հավասարազոր ձայնի իրավունք են ունենալու կամ ազդեցություն են ունենալու։ Այսինքն լուրջ կա մարդ, որ կկանգնի իմ դիմաց ու այդ ամեն ինչը կասի, խիստ կասկածում եմ։ Այնպես որ սա Փաշինյանի քարոզարշավի մի մասն էր, ինքը սիրում է սելֆիներով եւ ֆոտոներով քարոզարշավ անել, ինքը եւս մեկ լուսանկար ունեցավ նախագահ Թրամփի հետ, որը օգտագործի քարոզարշավի մեջ ամբողջ պատմությունը։ Դե Իլհամ Ալիևի ավտոգրաֆով է ինքը գնալու առհասարակ այս ընտրություններին, որը ստանալու համար ինքը շատ չարչարվեց, ես խոսում եմ այսպես կոչված խաղաղության պայմանագրի նախաստորագրման մասին։ Փաշինյանի մասնակցությունը գալիք ընտրություններին հնարավոր էր բացառապես Ալիևի ավտոգրաֆը ստանալու պարագայում, ինչը ինքը կարողացավ անցյալ տարվա օգոստոսին ստանալ։ Եվ պարոն Մամիջանյան, այս պահին 5 տասնյակից ավելի քաղբանտարկյալներ կան եւ նշվում է, որ ինչքան մոտենան ընտրությունները, այնքան շատանալու են քաղբանտարկյալների թիվը։ Դուք այդ կարծիքին եք եւ ինչու է Փաշինյանը գնում այդ քայլերի, ինչ մտավախություններ ունի։ Փաշինյանը պատրաստ է անել ամեն ինչ իր իշխանությունը պահպանելու համար։ Վաճառել Հայաստանը, վաճառել Հայաստանի պետական շահերը, անվտանգային օրակարգը եւ այլն եւ այդ թվում նաեւ պատրաստ է դիմել ցանկացած ռեպրեսիաների, իրավական, ոստիկանական համակարգի միջոցով, ցանկացած ռեպրեսիաների։ Ինքը կանի ամեն ինչ, որպեսզի իշխանությունը պահպանի։ Այստեղ միակ հարցը մնում է, մենք դրա հետ կապված ինչ կանենք, հայ ժողովուրդը դրա հետ կապված ինչ կանի։ Սա առաջին կետ։ Երկրորդ, իհարկե սաստկանալու են ռեպրեսիաները, գիտեք, ես չեմ սիրում այդ սաստկանալու են, թե թուլանալու են, որովհետև մենք խոսում ենք մարդկային ճակատագրերի մասին, չի ուզենա այդպիսի ընդհանրացում անել, բայց վստահ եմ, որ ավելի շատ մարդկանց ապօրինաբար կկալանավորի Փաշինյանը, իսկ դա տեսանելի է շատ
շատ ու շատ բաներից, բայց նաև մի կարևոր կետից, եթե հիշում եք Արարատ Միրզոյանը խնդրել էր $15 միլիոն Եվրոպական միությունից իբր Հայաստանում արտաքին սպառնալիքները վերացնելու համար, հիմա այն փաստը, որ Եվրոպական միությունը դրան համաձայնեց, ես երկու հարթության մեջ եմ դիտարկում։ Առաջինը իհարկե այդ մասնակցությունը, այդ թվում նաև ֆինանսական նշանակում է Հայաստանի ներքին գործերին միջամտություն ինքնին, բայց կա նաև երկրորդ հարթությունը շատ էական։ Դա ցույց է տալիս, որ մինչև ընտրությունները եւ ուղղակի դրան հաջորդող շրջանում բոլոր այն ռեպրեսիաները, բոլոր այն ճնշումները այլախոհների, ընդդիմադիրների նկատմամբ, որոնք իրականացնելու է Փաշինյանը, փաթեթավորվելու են, իբր ինքը պայքարում է արտաքին միջամտության դեմ, այսինքն այդ դիմումը եւ դրան համաձայնությունը Եվրոպական միության կողմից դիտարկվում է որպես արդեն ակներև քարտ բլանշ թույլտվություն իրականացնել նմանօրինակ բռնաճնշումներ, այնպես որ իմ մտայնությունը, վստահությունը, որ ինքը բռնաճնշումներ իրականացնելու հիմնված է ոչ միայն իր նախորդ գործողությունների վրա, այլ նաև հենց այդ փաստի եւ դրան շուրջ Եվրոպական միության արձագանքի։ Եվ պարոն Մամիջանյան, խոսվում է, որ ընդդիմությունը միասնական ճակատով գոնե հանդես պետք է գա քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանության նրանց ազատ արձակման հարցում, բայց կարծեք թե այդ միասնականությունը, միասնական ձևաչափը օրակարգը չկա։ Կարծում եմ հարցը ինձ չի ուղղված, որովհետեւ ես պատիվ ունեմ ներկայացնելու մի քաղաքական ուժ, որը այս կամ այն կերպ ներկայացված է եղել բոլոր մեր ազատությունից զրկված ընկերների հետ կապված պայքարի գործընթացներում դատարաններից մինչև փողոցային ակցիաներ մեր համար մեր ու ձեր քաղբանտարկյալներ չկան, քաղբանտարկյալների թվում կան մարդիկ, ում հետ ես բացարձակ որևէ բացարձակ համաձայն չեմ իր քաղաքական կարծիքների վերաբերյալ, կամ մարդիկ, որոնք անձնապես ինձ իմ կուսակցությանը թիրախավորել են, բացասական բաներ են ասել, բայց դա կապ չունի, իրենք իմ անեղության մեջ են, ինչպես ասում է ժողովրդի մեջ, եւ մենք պատրաստ ենք եւ մասնակցում ենք պայքարի ցանկացած դրսեւորմանը։ Մեր ու ձեր քաղբանտարկյալներ չկան։ Լավ կլինի, որ այդպես անի ամբողջ քաղաքական դաշտը, բայց ամենայն դեպս այս հարցը ինձ չի կարող ուղղված լինել։ Եվ քաղբանտարկյալներից Նարեկ Սամսոնյանին անդրադառնանք, որովհետև ինքն է դիմել ամենածայրահեղ քայլին այս պահին, հացադուլ է հայտարարել արդեն 15 օր։ Այդպես իր բողոքն է արտահայտում, այս անարդարությունների դեմ։ Բոլոր քաղբանտարկյալներ են պայքարում, իրենց ազատությունից զրկված լինելը ինքնին պայքար է, բայց Նարեկը պայքարում է ոչ միայն ազատությունից զրկված լինելով, այլ նաև իր առողջության հաշվին։ Արդեն 15 օր, ինչպես ինքն էլ նշեցիք, շարունակվում է հացադուլը, 3 արհեստական խոչընդոտների արդյունքում ինքը չհոսպիտալացվեց, բարձրացակապես արհեստական խոչընդոտների արդյունքում միակը, որ կարող եմ մաղթել, դա Նարեկին մաղթել տոկունություն եւ առողջություն, տոկունություն գիտեմ, որ ունի, առողջությունը շատ կարեւոր է այս պարագայում, իսկ մենք, այսինքն հասարակությունը, ես այս պարագայում քաղաքական գործիչների մասին չեմ ասում, առհասարակ հասարակությունը, կարծում եմ, որ չպիտի անտարբերությամբ պատասխանի Նարեկի պայքարին, որտեղ Նարեկը պայքարում է մեզանից յուրաքանչյուրի իրավունքի համար, խոսքի իրավունքի համար։ Դրան անտարբերությամբ պատասխանել անշնորհակալ կլիներ, իսկ մենք անշնորհակալ ազգ երբեք չենք եղել։ Այսինքն ակցիաներին մասնակցեն, Յուրաքանչյուրը ինքը կարող է ընտրել, թե ինչպես անել, դա կարող է լինել Facebook-յան գրառումից վերջացրած ակցիաների մասնակցությամբ, այդ յուրաքանչյուրը ինքը պիտի ընտրի, բայց իմ կարծիքն է, որ եթե մարդը իր առողջության հաշվին պայքարում է մեր իրավունքի համար, մենք դրա համար առնվազն մեր շնորհակալությունը պիտի հայտնենք։